Բարև ձեզ, Մեդիահաբի հարգելի հետևորդներ, այսօր Մեդիակաստ հաղորդման իմ հյուրն է քաղաքական բլոգեր վերլուծաբան Արսեն Մարգարյանը։ Ողջույն Արսեն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Իդեպ չխախտենք ավանդույթը, մենք որքան հանդիպում ենք ձեզ, ես հիմնականում ձեր հյուրն եմ եղել եւ միմյանց դիմել ենք անունով, նույնը կարելի է շարունակել այստեղ ավելի անմիջական լինելու համար։ Այլ կերպ չի կարելի, ես իմ ոճի մեջ եմ ելնելու, հարգելիս։ Ես իմ բլոգերական ոճի մեջ եմ ելնելու, իմ ոնց որ կյանքը ապրում եմ, այսինքն որտեղ պետքա սիրեմ գա, որտեղ պետքա մերժեմ գա։ Ես իմ բաշկի վրա զգացել եմ այդ ոճը, հենց որ ես էլ այդ ոճին կարմարվեմ, որովհետև իհարկե պետքա մարդը որքան հնարավոր է անմիջական լինի, ոչ թե ինչ-որ ակադեմիական տեսքով, ակադեմիական տերմինոլոգիայով, որը որոշ առումով կարծում եմ անկախ մարդուց ինչ-որ մեծամտության նոտաներ է հաղորդում։ Եվ դիտողը սխալ է անցալվում նման մոտեցումը այտենց վերին ոլորտներից։ Եթե ինչ-որ խոսք ունես ասելու, պետքա այն լեզվով ասես, որ լեզվով որ ժողովուրդը այսօր հասկանում է։ Ու առասարակ որ լեզվով շփվում են կենցաղում։ Ինքը պիտի գրադարան չմտնի նայի թե ինչ էր ասում օրինակ Արսենը։ Ինքը պիտի հասկանա Արսեն Իմպերիամը իր ասած բառերով, որն որ մենք այսօր կանենք։ Կստատի բարևում եմ նաև ձեր հետևորդներին բոլորին։ Իդեպ հարգելի հետևորդներ, օգտվելով առիթից խնդրում եմ բաժանորդագրվել Մեդիահաբի YouTube-յան ալիքին, որտեղ դուք կծանոթանաք on-line ռեժիմով, գրեթե չեմ չափազանցնում 24/7 ռեժիմով կծանոթանաք թե կարևոր իրադարձություններին եւ թե կդիտեք մեր տաղավարային հաղորդումը, որի հյուրերը մշտապես հանրությանը ներկայացնում են այն ողջ խնդիրները, որոնք առկա են մեր երկրում եւ այսպես շարունակենք։ Արսեն, Հայաստանում ձերբակալությունները, ընդ որում զանգվածային ձերբակալությունները, դարձել են սովորական քաղաքական գործիքակազմ։ Գաղտնիք չէ, որ ցանկացած իշխանության ժամանակ Հայաստանի եղել են որոշակի մարդու իրավունքների խախտման դրվագներ, եղել են նաև ձերբակալություններ, որոնց հիմքում եղել է քաղաքական դրդապատճառները, բայց 90%-ով նրանք եղել են քաղաքական գործիչներ։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը փունջ է ձևավորում, որտեղ կան աշակերտներ, կանայք, ընդ որում նորածին երեխայի մայր, բարձրաստիճան հոգևորականներ, սրբազաններ, քահանաներ, փաստաբաններ, լրագրողներ, ակտիվիստներ, մի խոսքով հասարակության բոլոր շերտերը ներգրավված են այդ քաղաքականավորների փնջում։ Հիմա այդ համատարած ռեպրեսիաներով Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում հասնել, ի վերջո այս կամ այն քաղաքական ուժին չգրանցելու, թե ողջ հանրության դաշտում վախի մթնոլորտ տարածելու։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց է։ Ես սրան անդրադարձել եմ իմ եթերներում, իմ հաղորդումների ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը ինքը դասական գործիչ չի։ Ինքը մանյակի sense էլեմենտներ ունի, քաղաքականության մասին է մանյակի, մնացածը արդեն իրան եմ թողում։ Տեսեք, ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Ինքը միանգամից sense չի հրամցնում այն ամեն թույնը, որը այսօր տալիս է։ Ինքը փորձի է տալիս, ու ոնց որ ստուգում է մարդկանց զարգելագա։ Իմ համար շատ տարակուսելի էր, երբ որ եկեղեցու դեմ արշավի ժամանակ, երբ որ իր քաղաքապետը Մարալիկի դուրն էր ջարդում եկեղեցու մեր Սուրբ Տաճարի եւ ընդամենը 2-3 հազար մարդ էր հավաքված այնտեղ։ Դա իմ համար ահազանգ էր, որ այս մարդիկ քնած են։ Կամ իրենք այս 30 տարվա մեջ սխալ են դաստիարակվել, ազգային արժեքները խառնել են սաղ իրար։ Նիկոլ Փաշինյանը սիրում բռնել այդ լարը, ինքը գիտի ոնց խաղա այդ լարի վրա։ Այսքան ահավիրք որ բերել է այս իշխանությունը, ոչ մի իշխանություն այդպես բան չի արել։ Բայց մարդիկ միջև հիմի արտարացնում են ու հներով, պայմանավորելով, թե այ հները գցեցին իր ջեբը, 8 տարի իր ջեբը մանա գալիս, այստեղ են ծանր, ու չգիտես ինչու ինքը այդ ջեբի գծածները լավ էլ օգտագործում է։ Այսինքն իմ ասածս հետևյալն է, Նիկոլ Փաշինյանը սրանով չի կանգնելու։ Երկու ճանապարհ ունենք մենք, կամ դիմանում ենք, կամ պայքարում ենք, կամ ոնց որ ասած համակերվում ենք նրա հետ, որ այս մարդը միակ տղամարդն է ու ինքն է ասում էս երկրում ոնց ենք մենք ապրելու, շնչելու։ Իսկ եթե
գանք այն կանխավարկածից, որ պայմանական ասած համակերպվում է հանրությունը, որ Նիկոլ Փաշինյանը միակ տղամարդն է, որը ինքն է ասելու ինչ լինի, բայց այդ դեպքում ինչը լինելու առհասարակ երկրի ճակատագիր է, որովհետև հունիսի 7-ից հետո ակնհայտ է, որ Հայաստանը այլևս այն չի լինի, ինչ որ կար, որովհետև ես հիշում ես մեր հաղորդման ժամանակ ես ասացի, որ ես չեմ կիսում այն մոտեցումը, որ առհասարակ Հայաստան չի լինելու։ Խնդիրը նրանում է, թե ինչ Հայաստան է լինելու։ Հիմա ինչ Հայաստան է լինելու, եթե հասարակությունը դիմանում է ու համակերպվում է այդ մտքին։ Հարգելի Կարեն, ես այն ժամանակվանից, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասեց ժողովուրդն է որոշելու կա Արցախի հարց թե չկա, ինքը դրա մեջ մտցնում է այդ կոնտեքստի մեջ նաև սահմանադրությունը, որ Ալիևը պարտադրում է մեզ ընդունել։ Ինքը այդ նույն ճանապարհն է, նույն այդ ադրբեջանցիների տեղահանում բերումն է Հայաստան, այդ արևմտյան ադրբեջան թեզերը տարածելն է։ Ալեն Սիմոնյանի ասածը, մի հատ պատկերացեք այդ մարդը ազգային ժողովի, տեսեք, երաշխավորներ մի կողմ դնենք։ Ազգային ժողովի նախագահն անում է հետևյալ հայտարարությունը։ Ասում է Հայաստանում ադրբեջանցիները պետք է ապրեն այնպես, ինչպես հայերն ապրում են Վրաստանում։ Հարգելի Ալեն Սիմոնյան, հիմա ես հարց եմ տալիս, որ հայն է հելել ասել, որ հյուսիսային Հայաստանում մենք վերաբնակվելու ենք, այսինքն բանում Վրաստանում հայերը համարում են հյուսիսային Հայաստան։ Դուք պատկերացնում եք դրանից հետո հայերը այնտեղ ինչ կլինեին։ Այս մարդիկ մի ասում են մենք գալու ենք մեր հայրենիք, դուք նստած եք տալիս իրանց ասածին։ Հարգելի ժողովուրդ, եթե հուլիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը բավականաչափ քանակությամբ, տեսեք, ես դա շեշտում եմ, իրա վերընտրվելը չի կարևոր այստեղ, սահմանադրական մեծամասնություն չստանալն է, դա ֆիքսեք ձեր մոտ։ Չհիասթափեք, եթե ինքը 50+1-ով մտավ։ Դա հիասթափելու առիթ չի տալիս, որովհետև մեկ տարվա իրանք նորից շատ կնեք էսին բարերով։ Քծելու են ոտներին էսի։ Կարևորը ինքը սահմանադրական մեծամասնություն չվերցնի, որ չասի ժողովուրդը ինձ լեգիտիմ իրավունք կա տվել, ինչ ուզեմ անեմ։ Եվ դրա ամենամեծ կարևորությունը նրանում է, որ եթե դուք ուզում եք Նիկոլ Փաշինյանը չստանա այդ սահմանադրական մեծամասնությունը, միակ ճանապարհը մասնակցելն է։ Ուրիշ ճանապարհ որքան շատ մարդ մասնակցի, այդքան որքան շատը չէ, վերարտադրությունը նվազում է։ ով չգնաց, ուրեմն Հայաստանի Հանրապետության ճակատագիրը իր համար ոչ մի բան է։ Ես այդպես կտրուկ եմ ասում։ Արդեն դուք նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ժողովուրդը պետք է որոշի Արցախի ճակատագիրը ու կարծես դա ազանք կար այդ հայտարարության մեջ, վտանգներ կային, բայց ժողովուրդը որոշեց 2021 թվականին, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ 2021 թվականին գնում էր ընտրությունների, հիմնական թեզը այն էր, որ պետքա լինի Շուշիի, Հադրութի դեօկուպացիա եւ Արցախի հարցը պետքա լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այնուհետև վերարտադրվելուց հետո նա տրամագծորեն արեց հակառակը իր խոստումների, հանձնեց ամբողջությամբ Արցախը եւ տարիներ անց թող այդ մասին հանրությունը ուշադրություն դարձնի, միանգամից չասեց, մոտ 4 տարի անց մոգոնեց ինչ որ սնուցող մայրերի ու նահապետ հայրերի, որ իբր ինքը sense գնում էր Արցախը հետ բերելու, այդ մայրերը դուրս եկան դեմը, ասին՝ մի րոպե, մեզ ոչ Արցախա պետք, ոչ ազգային արժեք, ոչ մի բան։ Մեզ միայն հաց ու ուտելիք է պետք, այլ բան մեզ պետք չի։ Հիմա, այսինքն ժողովուրդը արդեն իսկ իր տեսակետը հայտնել էր Արցախի հարցում, որ չի ընդունում Արցախը Ադրբեջանի կազմում, չի ընդունում հանձնված Արցախ։ Տեսեք, նախ առաջինը ինքը օգտվում է, նորից եմ ասում, մեր ժողովրդի մեծամասնության ոչ քաղաքական կիշտ լինելու հանգամանքը։ Ինչ ենք մենք ընտրում։ Մենք նախ առաջինը չենք ընտրում վարչապետ։ Մոռացեք, մենք ընտրում ենք ազգային ժողով։ Պատգամավորներ, որոնք լիազորված են լինելու մեծամասնություն կազմելու դեպքում ունենալ իրենց տեխնազոն վարչապետ, այսինքն իրանք աշխատանքի են դնում ինչ-որ մեկին։ Այսօր մեր Հայաստանում գլխավոր բանը ազգային ժողովն է։ Ազգային ժողովն է այս կառավարությանը, ասենց մեր բարերով ասած, աշխատավարձ տվել ու բանը աշխատանքի ընդունել։ Ինչն է կարևորը։ 21 ես հիմա աբացում որ Նիկոլ Փաշինյանը որ ասում է ես լեգիտիմ եմ, ինքը լեգիտիմ չի։ Միանշանակ, հա։ Այն որ ինքը ասում է տոկոսային են կոմ դնենք։ Մեր օրենսդրությունը թույլ է տալիս այդքան տոկոսով, եթե մասնակցությունը այդքան է, այլ լինի։ Այդ հարցը դրանում չի։ Կարևորը մենք ընտրում ենք ծրագիրը, ոչ թե մարդկանց։ Նայեք ինչն է կարևորը։ Ինքը տալիս է ծրագիր,
Դու նայում ես այդ ծրագիրը, նայում ես այն խումբը, որը այն մարդիկ, ովքեր պետք է իրականացնեն, ու հասկանում ես դա հեքիաթ է, դա հեքիաթ չի։ 21 թվականին բացեք իր բուկլետը, չեմ կարող բառ գտնեմ, որ ձեր պոեզիայում ես նա կանամ արդայդեմ։ Այդ կաշկի շարլատանություն, որ այսօր իրանք անում են, իրանք ամբողջովին վայ են տվել այդ բուկլետը։ Այսինքն երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ես ժողովրդի կողմից ստացել եմ առաջնային մանդատ, ինչու համար է ստացել, ինչու համար է ստացել։ Դեօկուպացիան ուրա Արցախի մասը, որը մենք քեզ ժառանգել ենք 21 թվականին։ Այո, դեօկուպացիայի Արցախի հարցը ԵԱԿ Մինսկի շրջանակում։ Այսինքն ինքը ոչ լեգիտիմ, քաղաքակիրթ աշխարհում դա հետեւյալն էր, եթե ինքը պրավալ էր տալիս իր ծրագիրը, ինքը պետք է հրաժարական տար, գար մարդկանց առաջ նստեր, ասեր այո, ես ձեզ տվել եմ այս խոստումը, չկարացա։ Հիմա ես այս ծրագիրն եմ ներկայացնում։ Եթե մարդիկ ընդունում էին այդ ծրագիրը, քեզ կվերընտրեին։ Հիմա ինքը ասում է, նայեք, ինքը ասում է, լեգիտիմ եկե հասցրել եմ ստե։ Հիմա բերել եմ խաղաղություն ճագերտավոր։ Ինքը այն որ այսօր սահմանում մարդ չեն խփում, մեր սալդատներին չեն խփում, դա գերազանց արդյունք է։ Դա թույլ տվեք, ես ֆիքսեմ։ Դա գերազանց արդյունք է, բայց ինչու շնորհիվ է դա։ Արեք նայեք ինչ է, ես ասում եմ, եթե Նիկոլը մնա, հնարավոր է այն խաղաղությունը, որը ինքը պատկերացնում է, դա մի ժամանակ եւս լինի։ Ինչի հաշվին, մեր շայրի հաշվին։ Այսինքն արժեքների քիչ տալով, ես գրբանից տվինք, այն գրբանից տվինք, էս էլ ինձ պետք չի, էներ քեզ պետք չի, հագը ձգինք այդ խաղաղությունը ճագերտավոր։ Բայց կգա մի օր, որ կկանգնի, կասի Երևանը ադրբեջանական, Ադրբեջանի դրոշն է սխապելու։ Ինչ է սանելու։ Ասելու ես էս զիջենք, թե չէ պատերազմ է լինելու։ Ես այդ զիջողական քաղաքականության սկզբունքները չեմ կարողանում հասկանամ, Կարեն ջան։ Հա ես չեմ ասում անպայման պետքա պատերազմել, ժողովուրդ ջան, ախր հասկացեք, դա հիմա ես ասեմ Չերչիլի խոսքերը, ասում է այն ղեկավարը, որը մուրում է ծնգաչոք խաղաղություն, նա կստանա համ կայդարագություն, համ պատերազմ։ Այսինքն տեսեք ինչ, եթե մենք պատրաստ լինենք այդ պատերազմին ու ասենք, որ մենք ունենք կարմիր գծեր ու գծենք այդ կարմիր գծերը, հավատացած եղեք, ընդեղ են նստած մարդիկ, որ մտածում են ինչ կյանքի գներով իրանք կարան ինչ-որ, ասենք մի 100 մետր առաջ գան։ Բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի պես ասում է Սև լճի 30%-ի համար այդ սառած այդ ձների մեջ խոմենք չենք էտա պատերազմանեք։ Այն արագացի գլուխ ախպեր, սա վաղ սառ բան է, ձուն է։ Արեք հրաժարվենք։ Մի օր հրաժարվենք նաև արագացից, Նիկոլ Փաշինյանը Իշխանասարի համար ասում էր, մեզ պետք է այդ ասում այդ դատարկ սարը ասում։ Բայց Կարեն ջան, դու միջև մյուս հարցը տալը, թույլ տուր մի հատ բան էլ ասեմ։ Նիկոլ Փաշինյանը ինքը չէ մեր գլխավոր մեղավորը։ Մեղավորը մենք ենք, որ միջև այսօր հասկանում ենք, թե Նիկոլը եկել է մեզ փրկելու։ Ես մեզ ասելով ինձ նկատի չունեմ։ Դա հավաքական առում։ Այո, այն մարդկանց, ովքեր դա դենց մտածում են, որ այ տեսեք Նիկոլը միջև հիմա ախր դուք չեք հասկանում, իրան ինչ կա մեղ կա, աշկերին նայեք, թաղծոտ է, Նիկոլը լավ դերասան է, լավ սուտխոսան է, լավ ամեն ինչ է։ Հիմա տեսեք, հիմի Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը սրանում գրեթե շատ քիչ է։ Կարևորը այստեղ մեղավորությունը ընդդիմության մեջ է, որ ինքը չի կարողանում այն դեմքերով, այն մարդկանցով գա ու ժողովրդի հետ նստի խոսելու բացադրի, որ այդ մարդիկ չհիշեն իր անցյալը, ասեն թե եղք դու էլ ով ես թող գնա։ Խնդիրը Արսեն ջան, կարծում եմ կայանում է նրանում, նայեք, Նիկոլ Փաշինյանը եթե 2021-ին վերարտադրվեց ընտրակեղծիկ, կեղծիկներով, խոստումների առումով կեղծիկներով, հիմա ուզում է վերարտադրվել շանտաժով։ Այսինքն, եթե ես չլինեմ, եթե գա ընդդիմությունը իշխանության, ապա լինելու է պատերազմ։ Նախ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ խաղաղությունից է խոսում մի մարդ, որը հենց ինքն է պատերազմը բերել Հայաստանի ու Արցախի շեմին, բայց ընդդիմությունն էլ այս բանին կարծես չի հակադարձնում Նիկոլ Փաշինյանին, որ երբևէ չի եղել որևէ ընդդիմադիր գործիչ, անկախ թե որ քաղաքական միավորին է պատկանում, որը կխոսեր պատերազմից։ Չի եղել պարզապես որևէ քաղաքական ընդդիմադիր գործիչ, որը ասում է, որ եթե ես գամ իշխանության, պատերազմ եմ հայտարարելու Ադրբեջանին, Թուրքիային եւ այլն եւ այլն։ Բոլորը խոսում են խաղաղության մասին, սակայն շեշտադրում են այն խաղաղությունը, որը իրոք խաղաղություն է բերելու։ Իսկ այն խաղաղությունը, որ ազգային արժեքների հաշվին է արվում, այդ խաղաղությունը չի կարող հարատև լինել։ Դա խապկանք է, դա պատրանք է, կեղծիք։ Հիմա նայեք, Արսեն ջան, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։
Դռնե դուր ընկած, մտնում է բոլոր գյուղեր, բոլոր քաղաքներ, տներ, իրանք դռնից անում են պատուհանից են ներս մտնում, այսինքն անում է այն ինչ որ պետք է աներ ընդդիմությունը։ Իսկ ինչ է անում ընդդիմությունը։ Իրոք անկեղծորեն ինչ է անում ընդդիմությունը, որպեսզի հանրությունը հունիսի 7-ին գնա եւ միացնաբեր մերժի Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ասեմ ինչա տեղի ունենում։ Միգուցե ես սխալվեմ, բայց ես սա պնդել եմ արդեն կես տարից ավել ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի համար Սամվել Կարապետյան կերպարը ձեռնտու կերպար չի։ Այդ մարդը չի եղել իշխանությունների մեջ, չի եղել բարեգործական ինչ որ բաներ արել մեր պետության համար։ Մարդկանց մոտ ինքը նստած չի, նենց ոնց որ նստած էին հները։ Իմ կարծիքով ինքը ամեն ինչ անելու է, այս սրա մասին ասել եմ մոլդովական սցենարը, որ իրանք միշտ նվեж բերում են, դա իրական սցենար է։ Իրանք ամեն ինչ անում են, որ կամ գլխավոր դերակատարներին, ովքեր դե ինչ որ բան են իրանցից ներկայացնում, չեզոքացնեն ու քրեական գործերով, այսպես չի դուված օրենքով։ Մնան այն մարդիկ, որոնք ոչ այդքան ճանաչելիություն ունեն, եւ Սամվել Կարապետյանը անուն էլ հանեցին արանքից, որ չբանվեն, մարդկանց մոլորեցման։ Կամ երկրորդ տարբերակը, որը ավելի հավանական է իմ համար, դա հանում են ամբողջությամբ չեն գրանցում, կամ գրանցում են հետո են հանում ընթացքին, այսինքն վերում են ինչ-որ այս քրեական գործեր, դատարանի որոշումով հանում են իրանց։ Այդ ժամանակ ամենավարձ սցենարը թողիզներեն Ռոբերտ Քոչարյանի հետևորդները, իր աջակիցները, Ռոբերտ Քոչարյանը չի կարողանալու իր կերպարով համախմբել մեծ կոնսոլիդացնել հանրության։ Չի կարողանալու, ինչքան ուզում եք, ինձ քննադատեք։ Ես չունեմ հայրենիք գործել, դրա համար ես դրան ազգային ժողովում եմ դրա մասին խոսացել, որ մինչև հին ղեկավարները չգնան, կոնսոլիդացիա չի լինել։ Իմ համար դրա համար շատ տաղակուսելի է ու շատ ցավալի է, երբ որ ես լսեցի Արթուր Վանեցյանի դուրս գալը։ Իմ համար ինքը կարար լինել այդ համախմբողներից մեկը, այն կերպարը, որը ճիշտ բացատրություն էր տալիս ինչ որ գործողությունների հետևականությունների ծրագրի եւ այլն, չեմ ասում մենակով ինքը կարող ինչ որ բան անել, բայց մի տեղի ունեցավ, այն ինչ որ տեղի ունեցավ։ Բայց ներողություն Արսեն ջան, մի բան ընդհատեմ Արթուր Վանեցյանի հետ կապված, ես այդ ամենը դիտարկում եմ նույն շղթայի մեջ, երբ որ Արթուր Վանեցյանը վայր դրեց падգամավորական մանդատը, ցույց տալով, որ եթե չի լուծվում այս փուլում փուլում գլխավոր հարցը այն է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ապա իր համար մանդատ ունենալը կամ խմբակցության ղեկավար լինելը բացարձակ քաղաքական դոմինանտություն չունի, իր համար կարևորը հարցը լուծելն է։ Ու նույն այս շղթայի մեջ է նաև հայտարարությունը, որը Հայրենիք կուսակցությունը տարածեց, որ որպեսզի չմասնատվի ընտրողների ձայները, ապա Հայրենիք կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից հավելյալ անգամ շեշտեմ, բայց ոչ պայքարից, որովհետև կրկին առաջնային խնդիրը ազգային ժողովի շեմը հաղթահարելը չէ, այլ Նիկոլ Փաշինյանի հեռացնելը եւ դրանով հնարավորություն տվեց այն ուժերին, որոնք այսօր հայտարարում են, որ իրենք գնալու են ընտրությունների ու փոխելու են իշխանությունը, հեռացնելու են Նիկոլ Փաշինյանին, դրանով հնարավորություն տվեց, որպեսզի ձայների չմասնատմամբ նաև այդ ուժերը կարողանան կատարել իրենց խոստումը։ Համաձայն եմ, շարունակեմ, տեսեք, ինչա տեղի ունենալու, եթե չեն գրանցում Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը, ապա տեղի ունենում հետևյալը։ Արհեստականորեն պետք է արդեն ինչ-որ մեկը լիդեր լինի ընդդիմության մեջ։ Կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Բարգավաճ Հայաստանը, չգիտեմ, հələ անձին անուն չեն տվել, կամ ինքը, կամ մնացած նոր ինչ որ մյուս մասնակից, բայց որը ես հավանական չեմ համարում, որ իրանք կարող է լիդեր լինեն ընդդիմության մեջ, այդ մյուս մասնակիցների պարագայում եմ ասում։ Ռոբերտ Քոչարյանի, ու այս սցենարը, թող նորից եմ ասում, կարաք ինձ քննադատեք, սա իմ կարծիքն է, իմ վերլուծությունն է։ Քաղաքական տեսակետն է, որը միանալու։ Ռոբերտ Քոչարյանը դրա ամենալավ տեխնազունը ընդդիմության մեջ Նիկոլ Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանը լավ հասկանում է, որ միակ մարդը, որը մինչև հիմա ապաշխարության խոսքով հանդես չի եկել ժողովրդի առաջ, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Եվ Ռոբերտ Քոչարյանը իմ կարծիքով ամբիցիաներից ելնելով սեփական ես առաջարելով ինքը այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանի դերակատարին ջուր կլցնի։ Ու ինքը արդեն հայտարարել է, իրանց թիմը արդեն հայտարարել է, որ ինքն է։
Okay, ինքնա, բայց դուք կտեսնեք, որ եթե այդ սցենարով գնաց, մի մեծ զանգված, որը այսօր պատրաստ էր ուժեղ Հայաստան ձայն տալու, ուղղակի չի գնալու ընտրությունների։ Որը կլինի Նիկոլ Փաշինյանի համար երազանքների ընտրությունը նորից։ Բայց հնարավոր չի մի այլ սցենար զարգանա, եթե չգրանցեն ուժեղ Հայաստանին, դե պարզը խոսքը ուժեղ Հայաստանի մասն է, եթե չգրանցեն ուժեղ Հայաստան կուսակցության ընտրություններին մասնակցելու, Սամվել Կարապետյանին հաջողվի իր համախոհներին, ընտրողներին կոնսոլիդացնել փողոցում։ Այսինքն տեղի ունենա այդ դեպքում փողոցի պայքար։ Հնարավոր չի նման սցենար զարգանա։ Դա կարա լինի մենակ մի տարբերակում, երբ որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն կստանա, այդ ժամանակ Չէ, խոսքս նախքան ընտրությունները։ Նախքան ընտրությունները դե իմ կարծիքով ինքը չի ստանա շատ մեծ լայն զարգացումների հնարավորություն, որովհետև մարդիկ իմ նման մարդիկ, ովքեր որ հավատում են, որ գրիչով կարելի է ինչ-որ բան փոխել, իրանք սպասել են ընտրություններին։ Այսինքն փողոցային կոնսոլիդացիա։ Ես հիմա ասում եմ, ժողովուրդ ջան, տեսեք, մարդիկ կան ասում են առանց փողոցային պայքարի մեր մոտ իշխանություն չի փոխվելու։ Ես դրան եմ մի պահ համաձայն, բայց ունենալ ինչ-որ մի ավելորդ գործիքակազմ, փորձել ինչ-որ ձև խանգարել այն իշխանությանը, որը ուզուրպացրել է այս իշխանությունը եւ իր շահերի եւ այլ երկրների շահերին է սպասարկում, մխսելով հայկական շահերը, չօգտագործել այդ պահը գնալ այդ իրան դեմ քվեարկել կամ ինչ-որ մեկի օգտին քվեարկել, դա ուղղակի աբսուրդ է։ Ես ավելին ասեմ, սա շանսը առանց այրունի Հայաստանում իրականություն փոխելու շանսը մեզ պետք չեն այլևս մարդի մեգեր, մեզ պետք չեն սցենար, սիրական սցենարներ կան, որ շատ երկրներ այսինքն ձեռքերը այսինքն արած սպասում են դրան, որ Հայաստանը միակ ճանապարհը, որ Հայաստան չի լինի, դա երբ որ մենք ելնենք եղբայրասպանությամբ կսկսենք զբաղվել։ Մեկս մյուսից մեղավոր փնտրելով։ Դրա համար ժողովուրդ ջան, եթե անգամ այդ սցենարը, որը ես ասացի եղավ, հույզերով, այսպես բաներով մի կառաջնորդեք։ Սառը դադեք ամեն ինչ, գնացեք, կան այլ ուժեր, տվեք ուրիշին, եթե չեք ուզում Ռոբերտ Քոչարյանին, տվեք ուրիշի։ Ուրիշ ընդդիմադիր ռեալ ընդդիմադիր ուժերի, այո, ինչ որ մեկին չմասնակցել նորից եմ ասում, դա դավաճանություն է քո սեփական պետության ապագա ունենալու։ Հայաստան է ձեր ասած Հայաստան, որ ելնելու Պակիստանի քաղաքացիներն են ելնելու Հայաստանում քաղաքացի ու հբարտ քաղաքացի, իմ համար դա այդ Հայաստանը չի։ Դա չի բացառում, որ Պակիստանի քաղաքացին նաև լինի վարչապետ։ Ինչու ոչ։ Այս ընթացքում։ Դե, Արսին ջան, ես Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ մոտ 20 տարի։ Ու պետք է խոստովանեմ, որ կար ժամանակահատված, որ բավականին լավ հարաբերություն ենք ունեցել։ Ես նրան շատ լավ գիտեմ, նա կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ։ Նա պատրաստ է քայլել դիակների վրայով, նա պատրաստ է արյուն թափել, նա պատրաստ է փողոցը հեղեղել տանկերով։ Այն ինչ որ մենք տեսնում ենք, այն քաղաքական ռեպրեսիաները, որ այս պահին կա, դա միայն կարող ենք համարել ծիծեռնակ այն ամենին, ինչին նա ունակ է։ Այսինքն նա չունի որևէ արժեհամակարգ, չունի որևէ սրբություններ, չունի որևէ կարմիր գծեր, որ կարող է կանգ առնել։ Նա հանուն իշխանության պահպանման պատրաստ է ամեն ինչի, բայց իմ համոզմամբ միակ բանը, որից նա սարսափում է, դա հասարակության լայն կոնսոլիդացիան է, ժողովրդական մեծ ալիքը, դժգոհությունների եւ ժողովրդի կողմից համատարած զանգվածային մերժումը։ Ու ընդ որում այն գործիքակազմը, որը կարող է նա կիրառել, դա նույնպես չի ապահովում, չի երաշխավորում նրա վերարտադրությունը։ Սակայն այստեղ անելիք ունեն նաև ընդդիմադիր բուն ուժերը, լոկոմոտիվային ուժերը, որոնք այսօր ասում են մենք գնում ենք ընտրությունների Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ընտրություններով։ Հիմա հասարակությունը դուք կոչ արեցիք, որ հասարակությունը միասնաբար մասնակցի ընտրություններին։ Սակայն ինչ պետք է անի ընդդիմությունը այս փուլում, մինչև ընտրություններ։ Խոսքս գովազդային ռոլիկների մասին չի, խոսքս հարցազրույցների մասին չի, կոչերի հայտարարությունների մասին չի։ Ռեալ գործ, այսինքն որ բնակիչը տանդուրը բացի ու ընդդիմության առաջնորդին տեսնի իր տան դրան դիմաց կանգնած։ Ուզում եմ պատկերացնել ընդդիմության քայլը այս անում գիտենալով իմ բնավորությունը հիմա ես կասեմ ես չեմ պատկերացնում մի օր հանկարծ դուրը զարգի Ռոբերտ Քոչարյանը դուրը բացեմ իրան տենամ ինչ կապրեմ ես
Հիմա ես չեմ ուզում Նիկոլի ջրաղացին ջուր լցնեմ, շեշտելով դա։ Մեր ընդդիմության որոշակի քանակ մարդիկ ուժեր, իրանք չեն գալիս հայրենիք փրկելու։ Իրանք գալիս են սեփական բիզնեսը փրկելու։ Այն մարդիկ, ովքեր խուսափում են իմ հարցերից, որ ես բարձրաձայնել եմ, կապած Արցախը ճանաչում եք արդյոք դուք Ադրբեջանի կազմում թե ոչ։ Ձեն չեն անում, դա ուրեմն նշանակում է իրանք ճանաչում են։ Երբ որ ասում եմ ջերմուկից ոնց եք հանելու խաղաղ ճանապարհով, ձեն չեն անում, ուրեմն իրանք չգիտեն ոնց են անելու։ Այսինքն ուժեր կան, որ իրանք գալիս են ոչ մի բան չփոխելու սեփական բիզնեսի համար։ Իմ համար շատ տարակուսել է, երբ որ մարդկանց բիզնեսին կապնում ես, իրանք միանգամից ոտք են ելնում։ Ես այն մարդկանց շարքերից եմ, որ չեմ վախենում իրականությունը ասելու։ Լավ է։ Տեսեք, կներեք, վերջացնեմ, էլի Ռոբերտ Քոչարյանը այս հենց էկրանին նայելով ասում եմ, եթե ընդդիմությունը հանգարց ինչ-որ միտեղ կաղում է, ինչ-որ միտեղ բան անում, դա Ռոբերտ Քոչարյանի հենց հանգամանքն է։ Ես նորից եմ ասում, եթե Ռոբերտ Քոչարյանը SS վերջերս տեսա Սերժ Սարգսյանը, երեք տեսա։ Ինքնախոստովանական ինչ-որ մի հատ կարճ ռելիս էր գծը։ Ես դա տեսա, ես չեմ ճանաչում Սերժ Սարգսյանին։ Իր քաղաքական կյանքը գիտեմ մոտավորապես ինչ է, բայց այդ մարդը ինքնախոստովանականով առաջ եկավ, այդ կարճ 1 րոպե ու կես ինչ որ ռոլիկ էր։ Ես դա գտնում եմ նորմալ, դրական, երբ որ դու արել ես, դու չես կարող միշտ ամեն ինչ լավն արածնես։ Նստի մենակ էկրանի առաջ, խոսա կոնդրողների հետ, խոսա ժողովրդի հետ, խոսա վտանգներից ու ասա ինչն ես դու սխալ արել, որ մենք այսօրին ենք եկել հասել։ Ինքը նստած ախպեր ջան, չի ասում դրա մասին, դրա համար ասում եմ, ամբիցիաները պետք է կողքի դրվեր, իր թիմում շատ գերազանց մարդիկ կան, որոնց ես հարգում եմ, իրանցից ինչ-որ մեկին առաջ քաշել առաջին համար, դու եղնես թիգունքում, այդ մարդու դեմքով գնայինք ընտրությունների։ Եթե ընդդիմությունը ինչ-որ միտեղ կաղա, տորմուզի, իմ կարծիքն եմ ես ասում, ինձ թիրախավորել են այս խոսքերից հետո, բայց դա Ռոբերտ Քոչարյանի երեսից առնելու։ Լավ, քանի որ խոսեցինք արդեն ընտրապայքարի, Քարոզ Արշավի բանի մասին, հիմա նայեք, այս ձերբակալությունները իդեպ ձերբակալվում են միայն ուժեղ Հայաստան այս պահին ներկայացուցիչները քաղաքական թիմի եւ ամբողջը իբր ընտրակաշառք են առաջարկում կամ խոստանում կամ տալիս, չգիտեմ, հիմա ինչ-որ ձայնագրություններ են պատտվում YouTube-յան ալիքում եւ այլն եւ այլն։ Բայց նույն բանը, եթե առաջնորդվենք իհարկե այն կանխավարկածով, որ այդ ձայնագրությունները իրական են, եթե շեշտում եմ, այդ կանխավարկածով առաջնորդվենք, նույն բանը անում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ անում նրա բոլոր այցելությունները, նրա բոլոր հանդիպումները քաղաքացիների հետ ամբողջությամբ լի են քրեական բազմաթիվ գործեր հարուցելու դրվագներով։ Նա ընդհանուր քաղաքացիությունը ավելի թոշակները մի կողմ թողնեն։ Ընդհանուր քաղաքացիությունը աշխատանք է խոստանում։ Նույնիսկ մի դեպքում աշխատավարձի չափ էր որոշում 400,000, մեկի ինչ որ տանիքն է խոստանում կվերանորոգի, այն մյուսի քրեական գործին է ասում կծանոթանա, մյուսի որդու բանակային գործերով է փորձում խառնվել։ Հիմա այսինքն եթե մյուսներին է ենթադրյալ հանցագործությունը, Նիկոլ Փաշինյանը փաստ է Նիկոլ Փաշինյանի ընտրակաշառք բաժանելու այդ ամենը փաստ է։ Հիմա իմ խորին համոզմամբ, եթե որևէ մեկին պետք է դատեն ընտրակաշառքի մեղադրանքով, նրա այդ հավասարապես պետք է դատվի նաև Նիկոլ Փաշինյանը։ Չարժե ի վերջո խոսել անդադար այդ մասին, որպեսզի հանրությունը տեսնի այն ողջ երեսպաշտությունն ու կեղծիքը, որը այսօր մեր քաղաքական դաշտում այսպես առկա է անձնես իշխանություն։ Կարճ օրինակ եմ բերում, Կարեն ջան, ես այդ հարցին շատ երկար չեմ ուզում անդրադառնամ, քանի որ քննություն ա գնում։ Թող քննությունը հələ մի հատ ամբողջական տա ինչու մասին է խոսքը, տեսնենք ինչքանով է դա իրականության համապատասխանում, հետո մեր գնահատականը տանք, բայց կարճ հիշեցնեմ ձեզ Էջմիածնի ընտրությունները եւ հիշեցնեմ, որ հայրենիք կուսակցության քարտուղարը ինչ հոդվածով է կալանավորված։ Տնային կալանքի տակ։ Չէ, բայց ինչ է, ասում են ինչ որ ընդրակաշառքի հետ բան, ես ցայնագրությունը լսել եմ ոչ մի բան, ոչ Արթուր Վանեցյանի պահով եմ լսել, ոչ բան, աբսուրդ, բայց միաժամանակ հիշում եք հրապարակվեց որ դպրոցի դիրեկտորը կազմակերպել էր հենց ընտրությունների ժամանակ ինչ որ բարեգործական ապրես ու բաժանում էին հենց իրանց տեխնազոյի հետ ու ոչ մի բան աբսոլյուտնի ոչ մի բան հիմա իմ ասածս էնա ժողովուրդ ջան հասկացեք եթե դուք ուզում եք այս պայքարում ինչ որ հաջողություններ ձեռք բերեք ընդդիմությանն է խոսքս դուք մի գնացեք Նիկոլն ինչ անում
մի գնացեք Նիկոլ Փաշինյան հանգամանքը հանեք ձեր միջից։ Նիկոլն անելու է ու արելա ու անելու է ու ոչ մեկտե չեք կարողանալու իրան աշկելեք։ Նիկոլ Փաշինյանին ինքը ունի իր ընդրազանգվածը, որը այսինքն առավոտ զանգը տվեց 8-ը եղավ որ արդեն բացվան այդ բաները տեղամասը։ Իրանք օչերով կանելու են այդտեղ, որտեղ իրանք լավ հասկանում են, եթե իրանք չվերընդրվեցին, շատ ասենց ասած վատ է լինելու, իրանք օրակարգը փոխվելու է։ Չէ, օրակարգը փոխվելու է։ Ես հասարակ քաղաքացիների պահով եմ ասում։ Իրանք հիմա այդ մշուշի մեջ են, թե իրանք այսօր ինչ որ դերակատարություն ունեն ընտրություններում, Նիկոլ Փաշինյանի համար։ Ինքը իրանք հետ պերաշկի է ուտում, մեզ անում, այդ բանի մեջ են։ Մենք իրանք բաց թողենք։ Այդ տոկոսները, որ ունի Նիկոլը, իրան ընտրելու են 1-2 հոգի բերեցիր այս դաշտ, բան չես փոխելու։ Մեզ պետք է աշխատել այն մասայի հետ, ամենաուժեղ կուսակցությունը այսօր Հայաստանի Հանրապետությունում, որը գրանցված չի, դա սենց ասած ոչ մեկին չնդրող չկողմնորոշված, այո, իրանք են չկողմնորոշված մարդիկ են, այդ մարդկանց դու պիտի կարողանաս համոզել ու իրականության մեջ համոզել, թե ինչու է սա բախտորոշ ընտրություն, սա ուղղակի Հայաստանի ընտրություն չի, սա տարածաշրջանային, աշխարհաքաղաքական շատ մեծ սենց աշխարհաքաղաքական ընտրություն է։ Այսինքն ակատը ոչ թե պարզապես քաղաքական, սովորական, քաղաքական պայքար, այլ լինելիության խնդիր է, գոյաբանական խնդիր է, թե մենք հունիսի 8-ին ինչպիսի Հայաստան ունենանք։ Այո, տեսեք, ու դրանից հետո երկար ժամանակ մենք չենք կարողանալու փոխենք իրականությունը, որովհետև իրանց մեջքի երևի շատ մեծ ուժեր ու պետություններ են կանած, մեծ ռեսուրսներ են ներդրվում դրա համար, ի կատար ածելու համար, դրա համար շատ հեշտ չի լինելու, ու իմ կարծիքով առանց այն իմ նշած տարբերակներով մարտի մեկ բան առանց դրան չի լինելու։ Դրա համար ես ընդհանրապես դեմ եմ փողոցային ինչ-որ ագրեսիվ պայքարի կամ ինչ-որ բանի։ Ես ակցիաների բան, դրանք նորմալ են, բայց երբ որ հայը հայի դեմ է հելնում, թեկուզ ոստիկանը բանի, իմ համար դա անընդունելի է։ Եթե ունենք շանս այսօր աշխարհին դեմ գնալու, sense աշխարհի մեծ մասին դեմ գնալու ու ասելու մենք հայ ենք, ու մենք հայի կեցվածք ունենք, ու մենք չենք մնա ծնգի վրա, մենք ելնում ենք կամաց վերև, ու դուք չեք որոշում Ստրասբուրգներում եւ Վաշինգտոններում կամ Մոսկվաներում, թե ով է լինելու այստեղ մեր ղեկավարը։ Վերջը պետք է Կարեն ջան հասկանանք, որ մեր ընտանիքի հայր, մեր ընտանիքի մեծ ու խավոր, ում ուզում ես ասա, պետք է անդրենք արժանավոր մարդու, որը կգա ոչ թե իր սեփական ռեսուրսները բազմապատկելու, այլ կգա ռեալ քոին մնացածի հոգսերը հոգալու։ Արսեն ջան, եւս մի հարցի անդրադառնանք, դուք այն մարդկանցից եք, որոնք երբեք չեն տրվում քաղաքական կոնյունկտուրային եւ ասում եք այն, ինչ որ մտածում եք, այսինքն չեք փորձում կեղծել, չեք փորձում թաքցնել, ի տարբերություն շատերի, որոնք մտածում են, ասենց ասում են, լավ, բայց բացի գործ չունեմ, ես ինչ անունները չտամ, շարից փորձանքից հեռու։ Նայեք, մենք խոսում ենք հանրությունից, կոչ ենք անում նրանց գնալ ընտրության եւ խոսում ենք քաղաքական միավորներից, սակայն կա նաև մի շերտ, բավականաչափ մեծաթիվ շերտ, որը համենայն դեպս ժամանակին ազդեցություն ուներ հանրության վրա, մտավորականներն են։ Նայեք, իմ պատկերացմամբ, եթե մեկը իր գործում հասել է բարձրակետի, պայմանական եմ ասում, լավ արվեստագետ է, ապա նա կարող է լինել միայն լավ արվեստագետ, մտավորականը նա է, երբ որ նա նաև իր խոսքն է մշտապես հնչեցնում, մշտապես իր անհանգստությունն է բարձրացնում եւ փորձում է իր խոսքով հանրության վրա ազդեցություն ունենալ, իհարկե դրական առումով։ Իսկ եթե պարզապես պայմանական ասած լավ կոմպոզիտոր է, ուրեմն լավ կոմպոզիտոր է, բայց այլևս իմ համար մտավորական չէ, նայեք ինչ եմ ասում։ Վերջերս աղջկաս դպրոցում է սովորում, իր պատմության դասագրքում այսպիսի մի տող տեսա, որ Արցախ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ մոտավոր ասում բառացի չէ, բայց միտքս է էր։ Բանակցությունների ժամանակ մշտապես Հայաստանը հանդես է եկել այն դիրքորոշման, որ սկզբից պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, նոր կքննարկենք տարբեր բաներ, փոխզիջումներ ու հարց է գալի դրան աշակերտին։ Հիմա ինչ եք կարծում, այս մթնոլորտում արդյոք հնարավոր էր հասնել Արցախի
հարցի լուծմանը, այսինքն ամբողջ մեղքը պատերազմի ու Արցախի հանձնման ամբողջ մեղքը բարթված է Հայաստանի վրա եւ ուսուցչական, մանկավարժական կոլեկտիվի կողմից հիմնականում հանդիպում ենք քար լռության։ Կարևոր չի, կարող այդ մանկավարժը տանը հայոյում է Նիկոլ Փաշինյանին, ինչ ասում է, բայց նրա խոսքը մենք չենք լսում։ Չենք լսում արվեստագետների խոսքը, այն մյուս մտավորականների խոսքը, որոնց սովոր էինք լսել։ Չկա, ուր են մեր մտավորականները, լավ, ինչ է եղել, մտավորականները ինչից են վախենում։ Ունեն ուրեմն բան վախենալու։ Երևի թե մեր գոհ դաճային հետ գցե պարքեվավճարներով կամ էսի ինչով դրա համար ձեն չեն անում կամ այսօր լավ օգտվում են pedagogan պատվերներից այսինքն հասկացեք Կարեն ջան ես այն ժամանակ երբ որ այսօրվա կրթության նախարարուին անունը չեմ էլ ուզում հիշեմ իմ համար ինքը ամենաչընդունված կերպարներից մեկն է այս ընդհանրապես ԿՊ-ի մեջ են մարդիկ կան որ մեկ կարաս լսես մտքերը արդայդում կարաս չհամաձայնվես բայց այս մարդը գլոբալիստա իմ բառից բուն իմաստով եկել է ազգայինը ոչնչացնելու։ Երբ որ ինքը Գարեգին Նժդեի մասին, այն վաղ դեռ նախարար չէր, բաներ էր խոսում, ու այսօր ռասկուտկա են անում այդ։ Հասկացեք, մարդիկ դա ընդունեցին նորմալ։ Հա, այն մարդը իր կարծիքը հայտնում է, շատ քչերն էինք, որ հելանք ասեցին, այս ինչ ես խոսում։ Գարեգին Նժդեն մեր հերոսն է, դու ով ես վաբշե քո կյանքով, դու ինչ ես տվել ես ազգին, ամբողջ քո ընտանիքով, Պետրոսով ու որ ասած էլ չգիտեմ, մնացածին դու թվարկի։ Ինչ ես տվել ես ազգին դու։ Դու ինչ իրավունք ունես, կամ Նիկոլ Փաշինյան, դու ինչ իրավունք ունես Արցախի հարց փակես բացես։ Դու չես բացել այդ հարցը, այդ հարցը արցախցիներն են բացել։ Չէ, հա, Հայաստանը կողքի է քաշվում, ընդունում ասենք Արցախը ինքո, Ադրբեջանի կազմի մեջ, այդ ասում ես, ես լեգիտիմ իրավունք ունեմ, արել եմ, չունես այդ իրավունքը, բայց հաշվենք որ արել ես։ Արցախահայության տեղը դու ինչ ես որոշում։ Դու իրանց կողմից ընդրված ես։ Դու ինչու ես այդ մարդկանց դռները փակում։ Դու ով ես։ Ով ես տղա ջան դու։ Դու ինչի այդքան մարդկանց այրուն թափածը, այդքան մարդկանց զոհեղությունը, այդքան վատ մեր իմ փոքր ժամանակ վատ ապրելու բանը, ես էլ եմ հասկացել իմ հերը ինձ բացադրել, որ տղա ջան, մեզի պետք է մտի, ցրտի մեջ, դեսպե հաց ուտել, հիշում ես դեսպե հացը։ Հա, ախպեր, դա եղե մեր իրականությունը։ Մենք գնացել ենք զոհեղության։ Ինչի էինք գնում։ Բա հա, իմ ասածս հետևյալն է, դու ինչ իրավունք ունես փագես բացես, քո համար սիրածդ խալաձենիքի դուրը չէ, բացես փագես։ Արցախահայության խնդրի հարցը ոչ մեկ իրավունք չունի փակելու, ու ես Արցախահայությանը մեկ կոչ եմ անում։ Երբեք չընկճվեք ու չվախենաք։ Գալու է այն լուսավոր օրը, երբ որ ձեր հարցն է բարձրանալու, խնդիրներն են լուծվելու, ձևաչափեր են գտնելու ոնց դա առանց այրան լուծելու, կան ճանապարհներ, կան արտերկրում նույնպես բանականություն խելք ունեցող մարդիկ, որ Հայաստանը պետք է ամբողջ աշխարհին, Արցախը պետք է ամբողջ աշխարհին։ Այսինքն միանշանակ չէ որ Արցախի հարցը մենակ պատերազմով կարա լուծվի։ Ոչ, աշխատանք տանելու դիվանագիտական ճիշտ աշխատանք տանելու դեպքում նորից հետ վերադարձնելով արցախցիների իրավունքը նախ առաջինը պետք է արցախցիները կանան նորից իրենց տները մտնեն։ Հա։ Ներսում ելնեն, այնտեղ տեղում ելնեն, նոր մենք մտածենք։ Այդ իրավունքը միջազգայինորեն ճանաչված իրավունք է։ Տեսեք, մեզ պետք չի հիմի խոսենք իրավունքի մասին։ Արցախի, ասենք, կարգավիճակի մասին։ Չէ, խոսքը արցախցիների վերադարձի իրավունք։ Այո, բայց կարգավիճակը մի կողք ենք դնում։ Մեզ պետք է երաշխիքների մասին խոսել։ Երաշխիքները պետք է լինեն միջազգային, պետք չի լինի մենակ Մոսկվան կամ Վաշինգտոնը կամ ինչ-որ սկանդինավյան երկրներ, դա պետք է լինի ՄԱԿ-ի երաշխավորների զինված խումբ, որ այնտեղ կերաշխավորի, համ ոստիկանությունը պետք է իրանք լինեն, համ սահմանը պետք է իրանք պահեն։ Այսինքն կարա լինի ինչ-որ կոնտակտներ Ադրբեջանի հետ, Արցախը ոնց կորոշի իր ղեկավարությամբ, իր անդրված մարդկանցով, ինչ կարգի կլինի այդ կոնտակտը, ոնց կլինի։ Իմ կարծիքով է դա ճիշտ ճանապարհը գնալու։ Ուրիշ ճանապարհ չկա։ Բայց նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանի օրակարգը մեր օրակարգը չի։ Մենք պետք է գնանք ոչ թե ընդդեմ, այսինքն տեսեք, մեր օրակարգը ադելությունը ծնելու է ադելություն։ Եթե մենք ադելության հողի վրա սրանց հանեցինք ու մարդիկ եկան, իրանք նույն ադելության ֆոնով էթալու են։ Այսինքն մենք հունիսի 7-ին մեր օրակարգը պետք է գնանք հանուն։ Իմ համար չկա հանուն ուժեղ Հայաստան կամ հանուն Բարգավաճ Հայաստան կամ ինչ-որ մի բան։ Իմ համար կա հանուն Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացիների եւ հայ ժողովրդի ամբողջ աշխարհի, սա ամբողջ աշխարհի հայերի տունն է։ Անկախ նրանից, որ դաժե ինքն դեռ ծնվել է Հայաստան вообще չի եղել, էսի իր մեգա տունն է։ Բոլորի անունից ասում եմ, գնում եք հանուն ձեր
ձեր ընտանիքի, ձեր երեխաների, եթե դուք ուզում եք, որ 300,000-ից ավել ադրբեջանցիներ չգան Հայաստանը, սառանչի պես են բանը, ինչ են ասում դրանց հայերենով, որ մտնում են ու միանգամից էս հնձում են սաղ դաշտը։ Մորեխներ, ապրես, մի սառանչայում ասեմ, դե իմ համար Ալիևը ասենք Կուսատի տարական է, դիք բոլորը գիտեն։ Այսինքն իմ ասածս հետևյալն է, ես չպիտի գնամ ինչ որ անձին դրելու։ Ես գնում եմ ոչ թե անձ դրելու, ես գնում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ընդդեմ Նիկոլ չեմ գնում։ Ինքը սևով է եկել, ես սպիդակով եթում եմ ասեմ իրան ոչ։ Ինքը եկել է չարով, ես իրան բարիով ասելու եմ հաջողություն։ Այսինքն ինքը եկել է դագաղով, մենք կարող ենք ճանապարհել ծաղիկով։ Դա ծաղիկով կլինի, թե ծաղկեպսակով կլինի, ես չգիտեմ դա, այդ ժողովուրդը գովը։ Դագաղի հետ։ Չէ, ինչի ծաղկեպսակ կա, որ հանդիսություններն էլ են տալու ծաղկեպսակ։ Ասածս իմաստը հետևյալն է, Կարեն, մենք պետք է մարդկանց հետ, ժողովրդի հետ իր լեզվով, իր ձևով, իր բանով խոսենք ու ասենք ժողովուրդ ջան։ Իմ համար ես լուրջ եմ ասում, ով ուզում է լինի ընդդիմությունից հաղթած, անկախ իմ հայացներին բռնում է իր հետ, չի բռնում, ես մեկը ով ընդրվի Հայաստանի Հանրապետություն բացի Նիկոլ Փաշինյանից, ես իրան օգնելու եմ։ Իմ ունեցած հնարավորություններով, իմ ունեցած փոքր հնարավորություններով մի կատիլ գցելու եմ Օվգիանոսի մեջ, որովհետեւ իմ հայաս ապագա ունենա, շանս ունենա։ Հայկը Նիկոլ Փաշինյան, քեզ եմ ասում, Հայկը ու իր ժառանգները երբեք չեն բեռնելու։ Հիսուս Քրիստոսին էլ դու երբեք չես հաղթելու։ Էսի լավ ագաժներիդ օղ արա ու հանգիստ թող ես ժողովրդին։ Հանգիստ թող, հանգիստ գնա։ Կբի գործերիդ Նիկոլ, մենք քեզի այսօր չէ, վաղը չէ, հանգիստ գրչի մի շարժումով հեռացնելու են։ Հարսեն ջան, ձեր հետ անverջ կարելի է իրականում զրուցել, որովհետև շատ հետաքրքիր է անցնում մեր զրույցը, բայց ցավալիորեն մեր ժամանակը ավարտվեց։ Եվս մի անգամ շնորհակալ եմ հյուրընկալվելու ու նման հետաքրքիր ու բովանդակային զրույց ունենա հնարավորություն տալու զրույցի։ Ես եմ շնորհակալ, եթե թույլ կտաք ես դու բառով իմ ընկերներին, իմ հետևորդներին բոլորին անխտիր ասում եմ գրանցվեք այս ալիքի վրա, քանի որ ես փորձել եմ հաջախակի գալ հյուր, ես ամեն տեղ չեմ գնում, դուք լավ գիտեք, որ այսի առաջի դեպքն է, երկար բացակայություններից իմ հյուր լինելու բացակայություններից, որ ես գնացել եմ հյուր ու գնում եմ այնտեղ, որտեղ ես տեսնում եմ անկեղծություն, որտեղ կա ինչ որ մեկի շայի սպասարկում, ես այդտեղ չեմ գնում։ Շնորհակալություն ձեզ։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, խնդրում եմ հետևեք Արսենի խորհրդին, Արսենը իմ ճանաչած բացառիկ, ազնիվ ու անկաշկանդ ու հայրենասեր, այսպես մի բառով ասեմ, պայծառ մարդկանցից մեկն է, քաղաքական բլոգեր, վերլուծաբան Արսեն Մարգարյանն է իմ հյուրը։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։